Մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Տեր Հուսիկ Քահանա Գրիգորյանի հետ։ Այսօր պատարագից հետո խոսակցություններ եղան, որ 7 վերք եկեղեցին պետք է մաքրագործվի, սեփագործվի եւ քաղաքացիների մոտ տպավորությունը, որ այդ գործողությունները պետք է կատարեք օրինակ հիմա եւ բոլորի ներկայությամբ։ Կարող եք այս մասին մեկնաբանություն։ Ուրեմն տեսեք, մաքրագործման պրոցեսը, որ պիտի կատարվի, նախ առաջին ասեմ, որ դա պիտի վերջնական քննարկման արդյունքում մենք որոշենք, թե ինչ պիտի անենք, որովհետև ինքը վերջը այստեղ որոշակի նրբություններ կան, որոնք որ պետք է ուշադրության առնենք եւ նաեւ ինչպես որ արդեն ասացի, առիթով եմ ասացի, որ դա նաեւ առաջնորդի ներկայությամբ պիտի մենք կատարենք, բայց մեր առաջնորդը գիտենք, որ հիմա այս պահին կալանքի տակ է, իսկ մեր Նարեկ Սրբազանը, որ հիմա տեղապահն է, ինքն էլ վատառողջ է։ Այս դրությունը հաշվի առնելով մենք ասենք դեռ մի փոքր ժամանակ ունենք, որ այս հարցին անդրադառնանք, բայց մյուս կողմից էլ նաև մենք մեր սպասքը, ինչ որ մենք ունենք, դա քանի որ մենք էլ միտեղ պատարակ ունենք մատուցելու, բնականաբար այդ պատարակի պետքական սպասքը մենք մեր հետ վերցրել էինք, որ նոր պիտի նաև ծառայեր պատարակի նպատակին։ Հետևաբար ասենք մենք սպասքի հիմնական մասը, որ նոր պատարակը քահանան օգտագործում է, մենք մեր հետ վերցրել ենք, իսկ իրենք որ եկել են, իրենց հետ բերել են որոշակի սպասք պատարակին համապատասխան ու իրենք իրենց ունեցածով են այդ ամեն գործողությունը կատարել։ Այստեղ մի քիչ այսպեսի հարցեր կան, որոնք որ քննարկման առարկա են եւ վերջնական լուծման դրություն է։ Մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ այդ ծիսակարգը հանրային իմաստով չէ, որ մենք պիտի լուսաբանենք, որովհետեւ դա այդպես եկեղեցական, ծիսակարգ է, որ կատարվում է, ասենք օրինակի համար վեմ քարը, որ վեմ քարը մաքրագործվում է, լվացվում է, այդ վեմ քարը, ասենք հեշտ պարզելի չէ, որ բոլորը ներկա լինեն։ Ինքը իր պրոցեսը կատարվում է աղոթքի միջոցով եւ սրբագործման միջոցով, այդ պրոցեսը կատարվում, ավարտին է հասցվում։ Մաքրագործման ծեսերը, որ դեպքերում են կատարվում եկեղեցիներում։ Մաքրագործման դեպքերը այն ժամանակ է կատարվում, երբ որ օրինակի համար նույնս օրինակը կարելի է բերել, երբ որ եկեղեցին բռնազավթվել է։ Բռնազավթվել է ինչ որ մի մարդու մոտ։ Նոր մի քիչ առաջ այսպես որ հավատացյալները մոտեցել էին, հարցնում էին, թե բա ինչի այսպես ստացվեց, ինչն էր խնդիրը, որ այսպիսի դրություն ստեղծվեց, չէ՞ որ մենք ուզում էինք ամուր լինենք եւ հզոր լինենք, ես էլ ասացի, որ մեր որակավորումները հետեւյալն է, որ մենք պատկերացրեք, որ մի մեծ հսկա խրամատ կա։ Այդ խրամատի մեջ ես պահում ես այդ խրամատը, բայց ստացվում է այնպես, որ քո ուժերից վեր մի դրություն է ստեղծվում եւ այդ դրության հետևանքը լինում է, որ ասենք պայմանական օրինակ եմ ասում, ասենք թուրքերը գալիս, լսվում են այդ խրամատը։ Հետո մի քանի ժամից հետո դու այդ թուրքերին վրընդում ես այդ խրամատից, ելի տեղավորվում ես այդ խրամատի մեջ, բայց քանի որ իրանք մի 2 ժամ կամ մի քիչ ավել մնացել են, մաքրում ես իրանցից հետո։ Մաքրում ես, սրա նման ինչ որ մի երևույթ է, բայց այստեղ կան, ինչպես որ արդեն ասացի, այսի այլաբանական իմաստով եմ ասում, բայց նաև մարդիկ կարող է լինեն նաև ուղղակի իմաստով հասկանան, բայց այսի զուտ ասում եմ, որովհետեւ լրիվ ամբողջական պատկերացում կազմի մարդը, թե ինչ վիճակի մասին է խոսքը մաքրագործման, այսինքն ինքը հատուկ ցուցադրության իմաստ չունի, ինքը կատարվելիք մի բան է, որ նոր ասենք դուք պարզապես իմանում եք, որ հա, այսպիսի դրություն կա նաև եկեղեցու մեջ։ Ուրեմն Ղուրանը փակված է, որովհետև այնտեղ որոշակի գործողություններ է կատարվում, սպասքը տեղադրվելու, ասենք այս դրությունը դասավորվելու հետ կապված։ Անկեղծ ասած, ես իրան ճանաչում եմ ու ինձ համար անակնկալ էր իր այդ մոտեցումը, որովհետև մենք 44 օրյա պատերազմի շրջանում
շրջանակում, ասենք որ գնացինք Արցախ, միասին էինք մեկնել այդ վերջի մանավանդ շրջանը բավականին դժվար շրջան էր, ու ինձ համար մի քիչ անակնկալ է տեսնել իրեն այդ դրության մեջ, որովհետև ես միշտ պատկերացրել եմ, որ ինքը ավելի հավատարիմ է մայրատորին, իր մայրատորի կահակալին, ամենայն հայոց Հայրապետին։ Զանգերը, Սուրբ Հյոթվերքի եկեղեցու զանգերը այդպես էլ չհնչեցին։ Սա ձեր գործունեության ընթացքում եզակի դեպք կարող եք համարել, որ եկեղեցու զանգերը չհնչեցին պատարագի ժամանակ եւ նաեւ ավելի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա առիթով։ Անկեղծ ասած, ես չեմ լսել, որ զանգերը չեն հնչել։ Այդ ընթացքում, ինչպես որ ես հայտարարել էի մեր հավատացյալ ժողովրդին, որ մեր պատարագը, որը որակավորեցի որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատարագ տեղի ունենալու ամենափրկիչ եկեղեցում, նաև ինչպես որ ասացի, մյուս եկեղեցիներում, ովքեր որ գնան, ասենք օրինակ մատուրներ ունենք, որ մատուրներում էլ է պատարագ մատուցվելու, այսինքն մարդիկ կարող են լինել, որ գնան մատուրներ, մարդիկ կարող են լինեին, որ կային ամենափրկիչ, եւ այդ իմաստով բոլոր տեղերում էլ մեր յոթվերքի հավատացյալներին նկատել են, տեսել են, որ եկել են այնտեղ պատարագին մասնակցելու եւ այսինքն ստացվում է այնպես, որ մարդիկ իրանց ընտրությունը կայացրել են։ Զանգերի հետ կապված, քանի որ այնտեղ ներսում էս պատարագ է գնում, շատ չի լսվում այնտեղ ներսից, թե զանգերը տվեցին, թե չէ։ Բայց որ ասում եք չեն տվել, ուրեմն նշանակում է, որ մարդ չի եղել, ով որ զանգեր տա կամ զանգեր խփելու ձևը իմանա։ Պատարագի կարգի խախտում է։ Այո, պատարագի ընթացքում զանգերը հատուկ տեղեր կան, որ հնչում են։ Օրինակի համար հայրմերի ժամանակ, հավատամքի ժամանակ, այսպես տարբեր տեղեր հնչում են զանգերը։ Այդ զանգերը եկեղեցու ինքը հրավերքի պես մի բան է, որ հրավիրում է մարդկանց դեպի իր ներս։ Մեր վարդապետները ասում են, որ դա նման է այն բանին, որ ասում է եկեք մտեք տաբան, որովհետեւ փրկվեք, այս նախադասությանն է նման։ Եվ այդ իմաստով հրավերք է, որ կան դեպի տաբան, դեպի փրկության տաբան, եւ այդ փրկության տաբանի մեջ տեղավորվելով փրկության ճանապարհի մեջ մնան եւ փրկվեն։ Շանսան հրանալուց հետո հիմա արդեն սկսվել է քաղաքացիների հավատավոր ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի, ինչպես նաև սկսել է մոմավառություն, որը ամբողջ պատարագի ընթացքում չկար։ Սա ինչպես դուք կմեկնաբանեք։ Մարդիկ սպասում էին հեռանալ նոր գան եկեղեցի, թե ինչպես։ Նաև նկատել էի, որ խորանում էլ մոմեր չկային վառված, սա ուզում հասկանալ, դուք կադրերով ընկերներ տեսել եք չեմ։ Անկեղծ ասած չեմ նայել, չեմ կարող ոչ մեկ կողմը փաստել, ոչ մյուս կողմը, բայց եթե չկար, ուրեմն չեն վառել մոմերը։ Չնայած անտրամաբանական է, որ ինչի չեն վառել, որտեղ մոմակալները տրված էր, իրանք շատ հեշտությամբ կարող էին այդ մոմերը վառել։ Քաղաքացիների հոսքի հետ կապված, այո, ինչպես որ արդեն ասեցի, հայտարարությունից հետո, երբ որ հայտարարություն կատարեցինք, որ մեր հավատավոր ժողովրդին ասում ենք, որ դուք այս պահին սիրելիներ, ինչպես որ հայտարարություն կա, այդպես ընդունեք, այսինքն եկեղեցին բռնազավթվեց մի որոշակի ժամանակով։ Պիտի մենք այս պահին մեր անելիքը, սուրբ արողակարգերը կատարենք եւ մարդիկ էլ դուրս եկան, հետո որ եկեղեցին նորից եկավ հայ առաքելական եկեղեցու իր օրինական դաշտ, հետեւաբար նորից մարդիկ սկսեցին գալ դեպի եկեղեցի, աղոթել նաեւ ես մի բան եկա որ ասեցի առավոտյան, որ ցավ ապրել, այսինքն մենք այնքան ցավ ենք ապրում, որ նման թույլ դրության մեջ հայտնվեցինք, որ այսպիսի բան եղավ մեր իրականության մեջ։ Պետք չէր, որ այսպիսի թույլ իրադրության մեջ հայտնվենք, բայց փաստացի ստացվում է, որ հայտնվեցինք։ Հետևաբար մեզ մտածելու տեղիք է տալիս այս կատարվածը, զորանալու մասին մտածելու հնարավորություն է, որ մարդը անդրադարձ կատարի, թե իմ սխալները որտեղ էր, որ կարողանամ շտկեմ եւ նաեւ դասեր քաղելու, որ ապագայում ինչպես կարող է խուսափել այս տեսակի հարցերից։ Ինչ
Ի՞նչն էր ձեզ խանգարում գալ, այստեղ պատարակ մատուցել եւ տալ ամենայն հայոց կաթողիկոսի անունը ձեր դիմաց խոչընդոտներ կային եւ ինչպիսին էր, եթե կային։ Դե տեսեք, հիմա ես մեկ անգամ արդեն ասել եմ նույն հարցը տալիս եք, ոնց որ կերկնվելու պես լինի ինձ համար։ Ես ասեցի, ուրեմն կա դրություն, երբ որ մարդը իր ուժերի սահմանից վեր չի կարող գործել։ Ուզում ենք հասկանալ ինչ է Ուժերի ստեղծվել, որ սահմանից դուք դա վեր որն է։ ուժերից վեր եք համարում։ Հիմա պատասխանատվության աստիճան։ Այսինքն պատասխանատվության աստիճան բոլորս էլ ունենք, այդ մասին չի խոսքը, այլ այն մասին է, որ դու պատրաստ ես պատասխանատվություն վերցնես քո ցանկացած հավատացյալների թափված այրան համար։ Պատրաստ ես։ Ես չեմ ցանկանում այդ վիճակի մեջ բերել իմ հավատավոր ժողովրդին։ Այսինքն մենք հոգևորականներս նայում ենք հարցին այնպես, ինչպես որ Աստված մեզ թելադրել է նայել հարցին։ Մենք չենք կարող մեր հուզական դրությունից ելնելով ասել, չէ, այս պահին մեզի սա է պետք եւ այդ դրությունը դնել մեջտեղ եւ ասել, այսպես պիտի շարժվեմ, այսպես պիտի շարժվեմ, այսպես պիտի անեմ ու ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է լինելու այս կամ այն մարդու հետ։ Հետևաբար մեր մոդեցումը խարսխված է մեր հավատավոր ժողովրդի պաշտպանության, պահպանության վրա եւ նաեւ սիրո վրա, որովհետեւ մյուս կողմից էլ մարդիկ են, որոնք որ մեր ուժային կառույցներն են ներկայացնում, իրանք հայեր են, օդարներ չեն, հայ մարդիկ են, եւ հիմա նշանակում է, որ հային, հայի դեմ հանել, դա պատիվ չի բերում քահանային կամ հոգեվորականին կամ առաջնորդին, կամ հայրապետին առավել եւս, դրա համար նմանատիպ դրություններ է լինում, երբ որ զիջողականության այսպիսի դրություն է ստեղծում, բայց այս դեպքում զիջողականություն չկար, այլ կար բռնազավթման եղանակ, այսինքն եթե ամեն դեպքում ես պիտի կամ այսպես անեմ։ Այստեղ հարցը այն էր, որ դու պատրաստ ես այդ դրա ասածի դիմաց բերես մի դրություն, որով որ վնասելու ես քո հոդի անդամներին, քո ժողովրդին, քո հավատացյալ քրիստոնյա մարդկանց, որոնք որ գալիս են եկեղեցի, որոնք որ կամ այդ եկեղեցու նկատմամբ ունեն իրենց հարգանքը, սերը Աստծու նկատմամբ, որ եկեղեցին դե վերջին ինքը Աստծու տունն է համարվում։ Հետևաբար այդ մարդը գալիս է Աստծու տուն, Աստծու խոսքը լսելով եւ Աստծուն ցանկանում է իր մեղքերը ներկայացնել, թե Աստված ջան, այսպեսի բաներ եմ, այսինքն Աստծու հետ շփման տեղ է իր համար։ Եվ այդ իմաստով նաեւ որ շփման տեղ է, ինքը ցանկանում է շփումը աստվածային այդ դրությունը պահպանված ինքը զգա իրեն։ Եթե մենք առաջարկենք, որ դու արի այսպես արագ, նշանակի որ ինքը այդ սերո պակասություն է զգալու։